չենք նահանջելու, մենք ծնկի չենք գալու եւ մենք բարձրացնելու ենք իրականությունը եւ ճիշտը։ Հենց որ թող սպասեն ավելի բարդ ու դժվար իրանց համար օրեր, բոզի տղեկ, ես ձեզի ասել եմ, Նիկոլ, դու պոտենցիալ բոզի տղա մարդասպան ես, սիրելի հայրենակիցներ, ես ոչ թե հիմա վախի հոգի եմ ուզում բարձրացնեմ, այլ ես խոսում եմ այն ինչ որ կատարվում է, երբ որ Գայանե Զարգարյանը կամ մնացած լրագրողները որ հարց են տալի եւ դու կապ ունես տարբեր կառույցների հետ, այնտեղ մասոններ, ռոթվելներ, մնացած այդ կառույցների հետ, ես դա չեմ մերժել եւ ոչ էլ ասել եմ մտած բան չկա, կա եւ դա ինձ օգնում է հասկանալ մեր երկրի իրավիճակը։ Մենք ոնց որ տեսնում ենք Նիկոլին շնորհավորեց Տրամպը 4 օր հետո, նա ուզում էր համոզված լինել արդյոք 100% Նիկոլը անցել է թե չէ, ինչ որևէ մի հետնահանջ կամ մի խնդիր կլինի թե չլինի, եւ նա հասկացավ, որ այո, իրանց արևին իրանց դրած մարդը անցել է, եւ հիմա այն ինչի մասին որ ես խոսում էի կամ խոսել են նույնը Սերոբն է դրա մասին Խոսե Գասպարյան, որ մեծ պատերազմ է սպասվում մեր երկրում, նայեք Իրանը եւ Ամերիկան սկսեցին ընտրություններից հետո խփել իրարի, կռիվ տալելի նորից, ոնց որ թե վերականգնում են իրանց պատերազմը։ Ես ասել եմ, որ այդ մեծ պատերազմը գալու է տարածաշրջան, որտեղ Ամերիկան չի կարող, ոչ էլ Իրանը այդքան տարիներ, ամիսներ հեռավոր կռիվ տալ, դրա համար սպասեցին վերջնականորեն, որտեղ Ադրբեջանին մեծ գին են տվել եւ հողեր էին խոստացել, նույնը Իսրայելը, նույնը Ամերիկան, եւ Հայաստանն էլ ասելով, որ այդ 29000-ին հորսարև ոչ մեկ ձեռ չի տա քոնն ալնելու իրավական ձևով։ Իհարկե Նիկոլը մենակ չի, Նիկոլ ամենամեծ մարիոնետն է, խաղացող թելիկներով, այնտեղ հետևը կա Սերժի ականջներ, Սերժի ականջներից հետո կան մի քանի ընտանիք, 11 ընտանիք, որի մասին ես խոսել եմ շատ շուտ, երևի ժողովուրդը մոռացել է, որ առաջ 17-ն էին, հիմա 11 ընտանիք է, որը նրանք կառավարում են եվրեների հետ Հայաստանի ելումուտքը։ Դա կարող եք ազգային անվտանգությունը ճշտի եւ բարձրաձայնի դրա մասին, իհարկե նրանք չեն անի դա, որովհետեւ նրանց արգելված է, ականջները կկտրեն, եթե այդպիսի բան նրանք բարձրաձայնեն։ Ես գիտեմ ինչից եմ խոսում, իսկ ազգային անվտանգությունը գիտի թե ես ինչ եմ հիմա բարձրաձայնում 11 ընտանիքը, որը նրանք են որոշումները կայացնում, Նիկոլը դες չի, դե հերքի, բոզի տղա։ Այդպես է։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, ես ինչ ասեմ, ասողին լսող էր պետք, իսկական ընդդիմությունը կար, եկել էր, որ կարողանար ճիշտ ժամանակին այս ամեն ինչը վիժեցնել, բայց արի տես, որ հայազգը նորից եւ նորից արուն է ուզում, բայց սխալ հրամանատարով, արունը պետքա լինի, կռիվը պիտի լինի, դա լինելու է, որևէ մեկը չկասկածի, ուղղակի որ հրամանատարն է հրաման տվող, այնց է դա խնդիրը, նույն բոզի տղեն, նույն պարտված բոզի տղեն պետք է նույն վրոձի նույն հրամանը տա, այս անգամ ասելով մենք դրսի ուժերի դեմ ինչ կարայինք անեինք, ճանապարհ էին ուզում, բայց չդայինք, եթե չդայինք, էս էլ կվերցնեն մեր ձեռից, դա է ասելու։ Իսկ Նիկոլը եւ Նիկոլի առաջի տասնյակ այդ կառավարող ուժերը նրանցից շատերը չեն հասցնելու ժամանակի մեջ փախնելու երկրից, որտեղ Նիկոլը շատ լավ հասկանում է, թե ինչ է դրած իր դեմ եւ ինչ են ուզում։ Ես նորից եմ ասել, չդա Աստվածս, որ այդ ամեն ինչը կայանա Ադրբեջանի ձեռով, թող կայանա, որ Իրանը Ադրբեջանին ոչնչացներ, բայց արյութես որ Հայաստանը այդ խաղի մեջ է, չի կարող ուրիշ ձև, ես չեմ կարող ուրիշ ձև մեկնաբանել, կամ այն, որ ինձ ասել են կամ մենք գիտենք, դա չի կարող ուրիշ ձև մեկնաբանվի, որտեղ
350 տարի, ես այնօրն էլ ասեցի, հիմա էլ եմ ասում սիրելի հայրենակիցներ, ամերիկան Սյունիքի տեղը չգիտե, կամ այդ 45 կիլոմետր ճամփեն, այդ ինչ բիզնես պետք է բերի, որ այդքան միլիարդներ Չինաստան, ասած ասում են Հնդկաստան, Թուրքիա, Եվրոպա, որ պետք է այդ 45 կիլոմետրը այդ ճամփեն այդքան միլիարդ բերի եւ Ամերիկան է գա նստի այդ միլիարդները կառավարի, դուք դրա հավատում եք այդ լոգիստիկ ձևով, եթե ամեն օր կարանա 200 հատ, հա, էդի ոնց ասեմ, կտրակի ուղղակի այդ ճանապարհը, ամեն օր եթե 200 հատ մեքենա անցնի այդ ճանապարհով, դուք տարեկան կտրվա, այդ ճանապարհը ուղղակի ինքը լոգիստիկ տեսակետով չի կարա պահի, որտեվ այդ ճանապարհը դրա համար հատկացված չի։ Ծանր բեռների համար եմ ես խոսում, իրենք չի կարա ինքը ապահովի այդ լոգիստիկան։ Դրա համար սա Հայաստանին ինչպես որ միշտ խաբել են բիզնես, փող, առևտուր, չարչություն, օլիգարխություն, էսիա լավնելու, բանալնելու, հա, մոռացա ասեմ, հոկտեմբերյանի Ծիրանու Գիլազը հասել է Ավստրիա, գիտեք, արդեն 15 եվրո վաճառում են, Նիկոլ, աշկդ լույս, բոզի տղա, դյարի մի ասա, խապեց ասը ժողովրդին կհասցնենք Եվրոպա, բախի չի հասել ձեր Ծիրանը Եվրոպա, մենք էլ էթայինք 20 եվրո չէ, 50 եվրո տայինք, ասենք մեր գյուղացու Ծիրանն է, մեր հոկտեմբերյանի Ծիրանը խիչ ես խրգն, բա Ավստրիա, բոզի տղա, թուրքական Գիլազն է ֆռն, հե? Բա հարց տվեք, գյուղացիք, որ գնացիք ընտրեցիք Նիկոլին, ինչ եք անել, 50 միլիոն Եվրոպայի փողն եք վեկալելու, հա? Բա այդ ապրանք ինչ եք անելու, տալու եք ջեմ սարքեք, սոկ սարքեք, անասնակեր սարքեք, տենում եք, որ էլի խապնվել եք, սիրելի հայրենակիցներ չեմ, բայց մենք չէ, մենք պետք է բարձրաձայնենք այնքան ժամանակ, մինչև իշխանությունը գա եւ ճիշտ ընդդիմադիրները վերցնեն եւ կռվող տղեկը եւ հոգեվոր տղեկը գան եւ պահեն, պաշտպանեն եւ փորձենք այս խնդիրներից դուրս անելու իսկական կյանք տված տղեկը, ոչ թե չծառայած բոզի տղեկը, պարտված բոզի տղեկը այսօր եկել են, երգիր են ուզում ու ուզում են բիզնես անեն։ Ես հիմա ուզում եմ Նիկոլի այս հարցազրույցներից մի երկու բան խոսամ, սիրելի հայրենակիցներ, մեկ էլ մի քանի հոգու ուզում եմ ղրգեմ Գագիկ Ծառուկյանի առյուծների մոտ։ Ինձ թվում է դա ճիշտ կլինի, որտեվ հիմա առյուծները սոված են ու դրանց ոտերը կարող է գցենք այնտեղ այդ վանդակի մեջ գցենք։ Ես դա եմ տենում, հնարավոր է խոսալու վրա, կարելի է Պարոն Ծառուկյանի հետ խոսալ, վանդակները բացել, այդ բոզի տղեկին գցել այդ առյուծների վանդակները։ Հիմա ես լսում եմ, որ մարդիկ կասկածի տակ են դրել Դոկ կուսակցությանը եւ նրա հետի մարդկանց, որ վրոձի Նիկոլական են, լսեք բոզի տղեկ, ուրեմն նվիրյալները չեն դավանափոխում էդի մեկ, ականջներիդ ող արեք, ձեր ականջով էլ այդ նույն բառերը լսել եք ընձնից, ժիվոյ, չփորձի որևէ մեկը հովազի կամ որևէ մեկը կասկածի տեղ դնի նվիրյալ տղեկին, որ հանգարց Նիկոլի հետ առևտրի են մտեն, նորից եմ ասում, այդ հարցով կարող է ես Ծառուկյանին դիմեմ, առյուծի վանդակները բացեն, ուղղակի դες շպրտեն մեջն ու փագեն, նորից եմ ասում, ես իմ խոսքը մի տարի առաջ մի քանի հոգու հեռախոսով ժիվոյ ասել եմ, կասկածի տեղ չդնեք հանգարց բոզի տղեք, թե չէ կասկածի տակ կմնաք ու էլ ձեզի փրկող չի լինի։ Ոնց կարա հովազը, ոնց կարա նվիրյալը Նիկոլի հետ մտնի որևէ առևտրի մեջ։ Դու պետք է առնվազը բոզի տղալն ես, այդ բանը մտածես եւ դες բան թույլ տաս։ Առավել եւս ես ասել եմ, ես մարդկանցից մեկն եմ ել կամուրջը, որ շատ առողջ ու ճիշտ խոսակցությունը տարվել է, համաձայնությունը եղել է եւ որևէ մեկը չի կարա կասկածի տակ դնի որևէ մի հատ Նիկոլ Փաշինյանի մեր կողմից կամ որևէ մեկի կողմից առևտուր, որևէ մեկը դա անհնարին է, սիրելի հայրենակիցներ, դրա համար
մի քանի թափթփուկներ փորձում են ինտերնետով դոկ կուսակցության ու պլյուս իր հետի մարդկանց, որը քայլում ենք դեպի ընտրությունները, կասկածի տակ։ Ես նորից եմ ասում, առաջի վերջի զգուշացումն է։ Ես շատ մի տարի առաջ մի քանի հոգու զգուշացել ու ասեմ, խելոք մնացեք, չփորձեք հանգարց Հովազին կամ Գասպարյան Սերոպին առավել ևս որևէ թեմայի մեջ մտցնելու։ Ես ասել եմ, չէ՞, նա ոչ թե մենակ մեր հրամանատարն է կամ ինքը Ռոստամ Գասպարյանի եղբայրն է, նա մեր աղբերն է։ Իսկ իր համար ամեն ինչ կդրվի, չփորձեք հանգարց Հովազի, Ռոստամի կամ որևէ մեկը Սերոպի անունը տա, նորից եմ ասում, ուզում ես սոդա խմի, ուզում ես ջերմուկ խմի, չես մարսի, սա քո կյանքով։ Մենակ դու չէ, քո գերդաստանն էլ հետը։ Ոնց կուզեք, էսի վերցրեք, էսի ուգրաժատ կվեկալեք, տոլի, էսի մինչս կվեկալեք, ոնց ուզում եք, չփորձեք հանգարց հերոսների անունը որևէ մեկի հետ կապելու, որևէ մատ առևտրի հետ։ Նայեք, ասում եմ, հանգիստ մարդկային ձևով։ Նրանք այդ տղեկը չեն եղել, նրանք տվել են իրանց կյանքը, հարգեք այդ առունը։ Այն օրը Դոգը շատ մի հատ հետաքրքիր բան ասեց, որ Ջանֆիդայի վրով, որ ով կյանքը տա, ում համար էթան ընտրեն։ Այսի մի քիչ աբիտնի է, որ այսօր մեր հազարավոր տղեկ ում են կյանքը տվել, բայց շատ հազարավոր հայրենակիցներ ումը գնացիք տվեցիք ձեր ձենը։ Գիտես, այս կյանքը բումերանգ է, մեկ ձեռը դա, մեկ հետևը դա։ Կոպիտ եմ ասում, որ հասկանալի լինի։ Դուք այն մեկ էլ հորից կամ մորից լավը չեք։ Նրանց որդիները գնացին հանուն հայրենիքի, շատերը մնացին հերոսի հայր, շատերը վաճառվեցին, այո, ցավոք եմ ասում, շատերին տպեցին, շատերը ձեն չհանեցին, որ այսօր ես նստած նայում եմ, հələ ասում եմ, տենամ էլ այդ ծնողները, որ իրանց տպում են, իրանց հայոյում են, իրանցը հետո տանում բարիշցնում են, վերջը ոնց ալնելու, բարժանապատվությունը ոնց ալնելու, տանեք արա հերոսի կամ զոհվածի կամ կորածի հոր մոր տպեք ու դուք փորձեք մարսեք այս ամեն ինչը, գիտես, ցել հայրենակիցներ, ես կարանք մենք շատ խոսանք, կարանք դուխ տանք, կարանք բարձրաձայնենք, բայց հենց այդ ծնողը պետք է իր տղու նկարը վեկալի եւ ասի, ես էլ կորցնելու բան չունեմ, ողզի տղեկ, դուք ո՞նց եք կարող իմ վրան ձեռ բարձրացնել։ Այդպես պատմություն մենք ունեցել ենք, տալել են էլ աղացե են տպե, էլ քրֆել են, էլ յուղամեջ ու թաղամասի մեջ են տպե, հասկանում եք։ Ու այսօր այդ ծնողները սպասում են արդարություն, ումից։ Սիրելի ծնող, ումից է սպասում արդարություն, որ հերոսի հորը գան կամ մորը անպատվեն, ուլը դուք սպասում եք արդարություն որևէ մեկից, դուք դաժե չկանգնակ ձեր հերոս տղեկի կողքը, որ ասեք գոնե այս կռվող տղեկի կողը կայնեմ, դրա համար ես շատերի հեռախոսազանգը չեմ պատասխանում, ինչի համար, որ եթե այն վաղտ ես պատասխանում էի որևէ մի ձևի բարձրացնելու, այսօր ես չեմ պատասխանում, որովհետև այդ վախկոտ տեսակը, ես նորից եմ ասում, փառք մեր տղեկին, որ իրանց այն 18 տարեկանից մինչև 100 տարեկանը կռիվ են տվել, ես խոնարհում եմ իրանց առաջ, բայց նորից եմ ասում, ձեզ կան, ձեր տան մեջը տփեն, ձեզ հայոյեն, ու դուք նորից սպասեք որևէ մեկին, նորից եմ ասում, որևէ մեկը կար, գնայիք կանգնեիք իրա կողքը, այն տղեն, որ սահմանին քո տղու հետ կռիվ ա տվել, այն տղեն, որ մինչև վերջ կյանքը տվել են իրանց ցավ ընտանիքով, իսկ դուք ինչ արեցիք, համագործակցիք ում հետ, ձեր տղու սպանողի հետ, ումից փողը վեկալեցիք $20,000, թե $25,000, քո տղու սպանողի ձեռից, դա էր գինը արյան, անենց որ այսօր որ դուք գնաք Նիկոլին բողոքեք, Նիկոլը կասի ինչ եք ուզում, տվել եմ, ինչ եք ուզում, տվել եմ, դուք էլ վեկալել եք, սա է իմ խնդիրը, որ այսօր ես զոհվածի կամ հերոսի կամ անայդ կորածի ծնողի հետ
չես կարում նստես խոսած ասես, տենում ես ինչա կատարվել, ինչ են կանում, 5000 հոգի, դուք պատկերացնում եք ամեն տնից եթե 3 հոգին են, դա 15000 հոգի ժողովուրդ, ուր էիք բա, խիչ կանգնակ մինչև վերջ Հովազի կողը, 15000 հոգի ծնող, որ այսօր Նիկոլը ասում է, այս բոզի տղեն կոնկրետ հայ ազգին ու սփյուռքին դրել է գժի տեղ, կոնկրետ ինքը լավ անում, իրան մալադեց ու իրա հետևի կանգնած այդ բիգ բոսերին, հա, հալալ է իրանց։ Նայեք ինչ ասում, սիրելի հայրենակիցներ, ասում է Սամոն, Ռուբոն ու Գագոն ընտրակեղծիք են բաժանել, փող են տվել։ Բա որ բոզի տղա փող են տվել։ Բա հիմի դու Ռոբերտ Քոչարյանն ասում ես ինքը մարդասպան է, ինքը Դեմիրճյանին ասպան է, ինքը Վազգենին ասպան է, բայց Վազգեն սպանողը դու ո՞նց ես մտնելու բան ազգային ժողով, հարց տվեք, Նիկոլի ընդրողներ, որ ասում եք Քոչարյանը մարդասպան, արա Քոչարյանին մարդ կնդրի, այո, ճիշտ եք ասել, բայց նույն մարդասպանը ո՞նց է մտնելու ազգային ժողով քու ընտանիքի ապագայի երեխու զինվորի հարցը լուծի, այդ նույն մարդասպանը, ես մեմ հարցն, այդ օրենքները որ գրելու են, մարդասպանը ոնց կարա օրենք գրի, հելի մատ կարա կնձետի բացադրեք, ոնց կարա գրի, այդ ընդրակաշարքով որ բերել են, դուք եք ասում Նիկոլ, ես չեմ ասի, ես չեմ տեսել, չեմ բռնեի, որ ես իմ աշխով տենամ ասեմ, դուք ինչ ասել եք, մենք լսել ենք, ումը բռնե տարել եք, նգարել եք, բա որ Սամոն փողա տվե, Գագոն փողա տվե, Քոչոն փողա տվե, արա բա ինչ ես այդ ընդրությունները դու համարում հաղթած, դու այդ մարդկանց հետ, այդ հանցագործներ հետ ոնց ես մտնում պարլամենտ, ես ուզում եմ եսի հաստնամ, սիրելի իրավաբաններ, սիրելի եվրոպական են դատարաններին նամակ գրողներ, բայց հարցը դրեք, պետք է չթողակ Նիկոլ եսի վավերասի, Նիկոլ, բա մի անգամից դի դեմները, դի, ես սենց եմ նայում, են ով որ ընտրակաշար չի տվե, են հետևի համար 5-րդը, համար 6-րդը, 7-րդը, նրանցը բերդի ազգային ժողով, նրանք ընտրակաշար չեն տվե, նրանց էլ բռնա, ոնց ես ասել, որ բդի դադվեն, բռներ դադել, մենք էլ 15 օրա, մալադես քեզի, բախի չես անում, Նիկոլ, տենեմ ես, որ դու, ախր, ոզնելու չապ կա, քո չապը, քեզի ոնց ասեմ, դու բոս չես մենակ, դու պորնիկ ես, ոտև քու խոսքը այից մինչև բ չի համապատա, այդ կարճ ընթացքը չի համապատում, 1-ից 2 որ պիտի դու հաշվես, 1-ից 8 ես ասում, 8-ից հետո նոր 2 ես ասում, եթե նորից եմ ասում, սիրելի հայրենակիցներ, Ռոբերտ Քոչարյանը մարդասպանա, դա ասել է ձեր շատերի կողմից ընդրված Նիկոլ Փաշինյանը, մարդասպանը ոնց կարա գա նստի ազգային ժողով, կարա կնձետ այդ բանը ասեք, ոնց կարա ինքը գա ազգի հարց լուծի, եթե ինքը կարացել է ազգի սպարապետի սպանի, մեր կողմից սիրված Դեմիրճյանի սպանի, ոնց պետք է գա հասարակ գյուղացու հարցը գցեն Քոչարյանը լուծի, ես ուղղակի ուզում եմ այդ ընդրողներին հարց տամ, որ դուք ըլնեք Նիկոլի երեսին խորխեք, ասեք, արա ես ինչ արեցիր, մարդը ճիշտ է ասում, բա քեզ ընտրեցինք, որ Քոչարյանին բռնես, քեզ ընտրել ենք, որ Քոչարյանի հետ գաս մտնես պարլամենտ, մեր երեխեքի հարցը լուծես, հա, բախի չեք ասում, տենեմ եք, որ դուք խապնվել եք, տենեմ եք, որ դուք շատերը շատ բան չեք հաշվարգել, նույնը Սամոյին ասում է փողա տվե, արա բռնել ես, հա, լավ ես արել, բա գնա Սամոյին հենց մի տնային կալանքի ցանատար կողա ազգային անվտանգության պատվալը, հա, ու անվավեր ճանաչ այդ ամեն ինչը, բախի չես անում, տենեմ ես, որ դու խսուտ խոսան ես, հիմի քնան գլան Գագոյի ձեները հետ է եկել, օքեյ, արդարացվել է, հլը քնեն գլնեն գլը շատերի ձեները հետ կգա, հիմի Գագոյի ձեները հետ է եկել, քո մարդիկ են, չէ, Գագոյի ձեները պահե, այո, քո Գագոն իրա ձեները չէր պահի, բա քո մարդկանցից եմ ինչ տարբեր, ընդրակաշարքին բռնում ես 7-ից 8 տարի մտնում են հավատացյալներն ասում են 7-ից 8 տարի դադելու ենք ընդհակաշարքի մար, օքեյ, լավ եք անում, արեք, բա քո մարդիկ սխալ են թույլ տվել,
այդ ընդրա տարածքում բախի չեն դատվում Նիկոլ բա Գագոյի բաները գողցել էին ձեները գողցել են բախի չեն դատվում հարց եմ տալի եթե դու ճիշտն ես խոսում հմել ասում եմ եթե հանգարց մինչև 2031-ը Գագոն Սամոն Քոչոն չդատվեն նայեք հա դատավորներ ես ձեր հետ հարց կունենամ արա այ կապիկ ես ունես խապը բոզի տղա դու տանում ես երկիրը պատերազմի արա դու ունես արավիկ ես բերելու հայ ազգի գլխի որ հայ ազգը 5000 տարի իր ծնունդից Ադամից եսքով էդի չի տեսել այ որ ասում են Նիկոլի դարնա գալու սիրելի հայրենակիցներ էդի գալույա ես ձեզ ասում եմ գալույա ցավով եմ ասում բայց ասում եմ դրա համար ասում եմ արա թողեք թող զինվորները թողեք թող հրամանատարները կռված տղեկը գան նրանք գիտեն ինչ անեն նրանք գիտեն ոնց այս ամեն ինչը կանգնացնեն Հմի պապիկյան բոզի տղեն են չգիտես տղամարդը թե համասեռամոլ է իրավ կապ բանով հմի ինքը պտի ինչ անի ինչ պտի հրաման տա ինչ անելու որ իսրայելական ու ամերիկական զորքը մտնի Հայաստան պտի լինի դեմը կանգնի թե գեշտաբի պետի պես պտի ասի մենք հետևում ենք եւ մենք համապատասխան տեղերը նամակ են գրում բոզի տղա դու գե շտաբ ես ոչ թե գեշտաբի պետ ես գերի շտաբի պետն ես ոնց կարող ասի ադրբեջանցիք մտել են ջերմուկ բան են կտրում դիրքավորում են ասում են մենք համապատասխան տեղը բան են գրել գցենք ինքը Հայաստանի գեշտաբի պետը չէր ինքը Եվրոպայի գեշտաբի պետն էր եկել էր հերադիդակով տեսավ ասեց հեսա զանգեմ Եվրոպացիներն ասեն որ տեսեք ադրբեջանցիք բան են անում ծառներ են կտրում ջերմուկի բայց ջերմուկցիք դուք էդի չեք տեն որ մի գիշերը մեջը ջերմուկը կվեկալ են ձեր ձեռից բախի գնացիք այդ բոզի տղուն ընտրեցիք բայց անդարները դուք չեք տենը որ ասեք Նիկոլ էս ի՞նչ է չեք տենում էդի Էսա կլսակ, ոչինչ Կլսակ, սիրելի հայրենակիցներ Այդ նույն ջերմուկցիք հենց առաջի ու դարը կուտեն, որ հասկանան ինչ է նշանակում Պցենք կայնի ասում է գեշտաբի պետը եկավ գեներալ մարդ ասում է բանը Մենք համապատասխան տեղը նամակներ են գրել Գժվելու բան Պցենք ումն ես գրել, արա բոզի տղա Քո երկրի մեջը մտել են ծառ են կտրում Ումն ես համապատասխան գրել Ամենաշատը պետք է զանգես ռուսին, ասես ռուս Են Լենագանի չաստը որ կա հանա լցա սրանց վրեն, ես ինչ են անում, բա մենք բան ունենք, թուղթ ունենք ստորագրած, ես էլ Արցախը չի բախի չեք անում, հլը մի հատ էդի բարձրաձայն եք ռուսի դեմը դրեք, հլը թող ռուսն էլ ասի չեմ անում, են վաղտ 3 միլիոն Ռուսաստանը, 3 միլիոն Հայաստան, 15 միլիոն է սպյուրքը դսերով, գլնենք կթափենք ռուսի գլխին կասենք արա ճիշտ ասում էլի, բախի չեք բողոքում, բախի չեք ասում Ռուս ռազմաբազատ հանալ իր ջերմուկ, ես ինչ է կատարում, մեր ծառները կտրել են, ուր է այդ գրավորը, գրել եք ռուսին, ես էդի ուզում եմ տենամ եփ եք վերջ անգամ ռուսին ասե ռուս զորքը թանի ստեղ մենք դագավոր ունենք, այդ վատ ռուսին, ինչ չեք անել դրե դեմները, տենեմ եք, որ դուք առևտրի մեջ եք եվրեների հետ, առևտրի մեջ եք ամերիկացիքի հետ, Եվ ռուսներն էլ համոզում եք, որ լավ ալնելու Այն ինչ անում ենք, մենք ձեզի ինվորմացիան կտանք, հա, գիտեք Նրանք էլ ասում են, դավայ, պրոբլեմն է, ինչ ալ է Մեկը եբ ոնց ուզեն կնենց ալնելու Ըտենց չի պաշուղլի, ըտենց է Դրա համար սիրելի հայրենակիցներ, մենք բարձրաձայնում ենք, ես ասել եմ, չէ Մենք ամեն երկու օրը մեկ մտնելու ենք եթեր Բարձրաձայնելու ենք ամեն օր, մինչև արժանապատիվ մեր տղեկը գան Քանի ուշ չի գան, վերցնեն և վերջնականորեն ճիշտ տղու պես, հայի պես կարանան մեր երկիրը այս փորձանքից անեն։ Իսկ շաբաթավերջ սիրելի հայրենակիցներ, ես սպասում եմ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի մանդատները, որ չվերցնեն, ես ասել եմ, չէ, հենց վերցրեցին, նրանք են նույն ящիկն են մտնում, նույն ձևի, ավելի բետար բաներով որովհետև չի կարա մի կողմն ասում է ընդրակաշարքովա նստած թույլ է տալը մի կողմը ասում է դու խախտում ես արել մենք պետք է առաջնենք չենք լե հիմա նույնն է ոնց որ հավնա շուտ եղե թե ձու այդ վիճակում ենք հայտնվել նրանք ասում են մենք ենք ձու նրանք ասում են չէ մենք ենք հավը
ու հայ ժողովուրդը ամեն օր իրարի ուտելով, կրծելով, իրարի հայոյելով, էջերում փորձում են պաշտպանել մեկը մյուսին։ Հասկանում եք, իրանք խաղ են խաղում։ Նայեք, Նիկոլը ասեց այսօր, ասել է այսօր, որ ընտրակաշառքով փողը տվե, ընտրվել է։ Բա Նիկոլ ջան, բա որ փողը տվե, ընտրվել է, եղբայր ջան, համապատասխան ձևով սաղին ասում ես սիկտիր եղաք ստից։ Դուք չեք մտնում պարլամենտ, որտեղ դուք կոռուպցիա նույնա, հիմի հարց եմ տալիս, սիրելի հայրենակիցները, ամեն թեթև հարց։ Հիմի վարորդական իրավունք կարամ ես գումարով գնեմ։ Յո, կասեն կբռնեն կնալեն, համ տվողին, համ վերցնողին։ Նշանակում է ես մեքենա չեմ կարող վարել, ճիշտ է, ճիշտ է։ Հիմա այս դրանք ոչ թե վարորդական իրավունք են կեղծե Նիկոլի ասածով, այ ազգային պետականություն են կեղծե, որ գան մտնեն պետականություն եւ կարան դավաճանություն, այսքան բան որ եղել է, դա հենց այդ կեղծած դավաճաններն են, որ այսօր կեղծված ձևով եկե մտել են երկիր, պետականություն։ Հիմի նշանակում է պրավա սարքողին բռնում են, դուբլում են 5 տարի, բայց հայոց պատմությունը, որ դրած է լներ չնելու դավաճանություն կամ ասում ես ռուսինային, ասում է դու սրա ագենտն ես, այն ասում է դու նրա ագենտն ես, ասենք այսքան ագենտ բռնեցին, արա մեկը չդատվավ։ Ես այդ եմ ուզում հասնեմ, արա լավ, մեկին չափալաղա տալը, բռնեմ դատում եք 5 տարի։ Մի հատ լավ աղբոր ասում է ես արա լավ տղա եմ, գողական տղա եմ, ասում եք վայ, սա բան է կոչվում, ոնց է քրեական, ես իմիջ 10 տարի դուբլում եք։ Մարդը ասում արա ես գողական տղա եմ, արա ճշտի վրան ապրում եմ։ Հələ այդ բերթերի վիճակը նա եկել է։ Ես ամեն երկօրը մեկ զանգում եմ, խայտարակություն է, մարդ ասում արա ես ճիշտ ապրող տղա եմ, ասում всё, դու դադվար 10 տարի։ Բա բոզի տղա, համ կեղծել եք, համ առել եք, համ ծախել եք, համ դավաճան եք, համ ագենտ եք, արա ոչ մեկը չի դատվում։ Տենեմ եք սիրելիներս, որ սրանք նույնն են։ Քոչարյան, Սերժ, Նիկոլ, Լևոն ու այն մնացած իրանց այդ կողի օլիգարխները, լավ մենք այս 35 տարվա մեջ ուրիշ օլիգարխ չունեինք, նոր ծլած 20-22 թվի արտադրված օլիգարխ չունեինք, որ 90-ական թվի օլիգարխները դեռ կան եւ հələ նրանք մտնեմ դուս են գալի, մտնեմ դուս են գալի, խաղում են հետ, առաջ կող, այդ բան իրանց ձեռն է, ժոշտիկ իրանց ձեռն է։ Ու այսօր հայ ժողովուրդը նորից խափնվավ։ Հիմա էլ կային եմ ասում են դոգը էս ինչի հետ է, նրա մարդիկ արա ամոթ արեք, պոտենցիալ պորնիկներին, առևտրականներին, առուծախանողներին, ձեզ խափողներին, ձեր որ գնաց է ընտրել եք, ձեզ կոնկրետ խափել են, ձեն չեք հանավ։ Կային եք մի մարդուց, որ Ամերիկայի բերտից ասում արա, էս արը, էն արը, ինչ ասել է ու պիտի տարե։ Այդ ձեզ չսիրած, քֆուր տղով դոգը, քանի հազարի տնտանիքա փրկե, քանի հարցա լուծե, քանի հատ ինստիտուտա զանգե ձեր հարցը լուծե, քանի հիվանդի հարցա լուծե, շտաբօգնության հարցա լուծե, լիֆտի հարցա լուծե, ճամփի հարցա լուծե, գողագանի հարցա լուծե, բոզագանի հարցա լուծե, ինչ արեցիք, անշնորհակալ ձևով գնացիք տվիգումը ձեր Նիկոլի ասած կամ փողով կամ Նիկոլին, որ ինքը ասենք ազգասպան է։ Այս է մեր անշնորհակալ լինելու։ Ես որ ասում եմ ինչի մարեմ Վարդանի կողը, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում։ Ես իրանից ոչ պաշտոն եմ ուզել, ոչ փող եմ ուզել, ոչ իշխանություն եմ ուզում, ոչ մի բան, ինձ ճանաչողը լավ գիտեն, ոչ մի բան ինձ պետք չի, բայց այդ մարդը ինձ օգնել է, բարձրաձայնել է քո երեխեքի հիմա որ ես օգնել եմ, այդ բարձրաձայնել է այն, որ ես քո երեխու համար օգնել եմ, Նիկոլ Փաշինյանը տարեք երել է, բահմի ես հարց եմ տալեմ, կոռուպցիա կա Հայաստանի Հանրապետությունում, թե չէ։ Ես Նիկոլի ժամանակների պնեին ուղարկել եմ քո երեխեքի համար օգնություն, զինվորի համար, ուրա, Ռուսնա մեղավոր, իհարկե ոչ, Հայաստանի պաշտպանության նախարարությունն է վերցրել դեսպանությունով, Ամերիկան է մեղավոր, իհարկե ոչ, Եվրոպան է մեղավոր, իհարկե ոչ, հիմի հարց նորից եմ ասում եւ նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանի վախտով ես չեմ պատմում Կամբոջայի պատմություն, ես անդադ էսի միշտ ես ասելու եմ, քանի ես սաղ եմ, պետք է Նիկոլը պատասխան տա իմ, ինձ ոչ մեկ չի կարա քցի կամ խապի, ով արել է ինքը պատասխանա տվե,
ու մարդիկ կան դաժե հերթի մեջ են, պետք է պատասխան տան ուրիշ հարցերի մեջ։ Ես միշտ ասել եմ, չարա, մի խափեք, տղա եղեք, մի խափեք։ Մարդկանց մի խափեք, ասարա լավ եմ արեք գծել եմ, մեկ էլ տենանք մեր ձևով ոնց կարանք այդպես հարցել ուզեն, չեն կարակ ասենք հալալա, ուժեղից ուժեղն էլ կար։ Բայց ես ուղարկեմ ձեր երեխուն օգնություն, քո, հենց անձամբ ընձի լսող, քո երեխա որ 44 օրվա վախտը պատերազմում ա եղել, ես ուղարկել եմ Նիկոլը չի հասցրել տեղ։ Հիմի ըտե ով ա մեղավոր, կոռուպցիա եղել։ Մինչև այսօր ասում եմ արա ուր են ասում այդ բանա գախնիկա շատ շնորհակալություն բայց գախնիկա ինչն է գախնիկ արա ինչ եմ գրգել որ դա գախնիկա նա բարձրաձայնը ինչ ա գրգածս եղե հատուկ վայինի մատրասներ եւ պալատկեք որ մեր երեխեքը պոշկեքի ցավ չունենան օրգանների ցավ չունենան անձրևը չլսվի ինգնի երեխեքի վրան 1000 ցավ կա այդ ինչ գախնիկ դրան ինչ գախնիկ որ մինչև այսօր այս բոզի տղեն ընձի գրում ու ջնջում ասում այսի գախնիկա ինչ գախնիկ հիմի կոռուպցիա եղել է թե չէ ես խնդրում եմ ընձի պատասխանեք սիրելի չգիտեմ 100 քանի հոգի մարդ ա նայեմ հարց եմ տալի ձեզ բոլորին ես օգնել եմ 44 օրվա պատերազմին եւ արդեն քանի տարի է 5-6 տարի է թուղթ եթեմ, թուղթը գալեմ, թուղթ եթեմ, ինձ արդեն սրանք դավադիտ են, բայց ես դավադիտ չեմ ըլը, ես պիտի ենքան տամ, մինչև իրանք տան, ինքը պտի պատասխան տանցի, չի կարա իմ տեսագին մեկը կծի, ես էլ եմ ասել, չի ծնվել որևէ մեկ ես աշխարհում, որ իմ տեսագին կանա խափի, չի, ես էլ եմ ասել, չկա մեկը, թող կայնի բարձրաձայն ես գևին կծել եմ, պատասխանել տվել եմ, չի կար այդ մեկը դենց լինի, իշ մնաս Նիկոլ, քո բոզի տղեկ ընձի խապեն ու պատասխան չտան արա, այդ են եմ ես պատասխանը ոնց եմ տալում, բոզի տղա ու քո պես մտածողները բոզի տղա են, ոչ թե էթակ անանյում առանց անունների գրեք ջնջեք, կերակ արա, դե հա գնացեք գրեք ու ջնջեք վրես, տելեմ եք, որ իմ տեսակ էլի ոչ ձեր գրածից ա վախենեմ, ոչ ձեր տեսակից ա վախենեմ, եկ եմ մտել եմ կակեբեի պատվալը, վերջի քֆուրը քեզ էլ եմ տվել Նիկոլ, տես հմի ասում եմ, քեզի քֆուր եմ տվել, քո կակեբեյչիկի, երկու հատ կակեբեյչիկ իմ երեխու տարիքի կակեբեյչիկ, նստած են եղել, ուղղակի ինձի թույլ չեմ տա քֆուրներս ասեմ, բայց ես մի բան եմ ասում, պատասխանատու տղավարի ձևով, թող հանեն, այդ զապիսը դնեն, իսկ Պապիկյան դեսպանին Համիրան եմ կպե, համիրա կնգան եմ կպե, թուղթն էլ կուլլ աստեմ կկոխեք կպապիկյանի համապատասխան են ամենամեծ փայը կնգա հետևը կներեք 1000 անգամ, իսկ են փոքրը պապիկյանի հետևը, ոտև կնգան ավելի պետք կգա իդի, այդ թուղթ էդ հաստ, ձեր շնորհակալական թուղթը, բոզի տղեք, ինչի բարեք շնորհակալություն ձից հայտնում, ես ձեզի չեմ գրգե շնորհակալության բան, ինձի պետք չի ձեր շնորհիմ երգիրն է, եթե գրգել եմ հասելատեղ, ասեք էս ինչ տեղն է Էս ինչ տեղն է, Հովազի ապրանքը խիչ ասավ տեղ, մեկը կարա կասկածի տակ դնի, արա Հայաստանի Հանրապետության քաղաքացի գլնի, ուզմաս փյուր կլնի, որ մեկը Հովազին մի բան ուղարկի, մեկը վեկալի էդի ուդի, հարց եմ տալի, Հովազն էլ հո, որևէ մեկի հետ կապ չունեցել, որևէ մի հատ առևտուր, մարդը գնաց իր կյանքը տվել իր տղու հետ մինչև վերջ, էդելով սաղ աշխարհը գիտի, միլիոնավոր SMS ու զանգու պատասխան եմ ստանում Ռոստամի անվան ու իր ընտանիքի անվան վրով, որ բոլորը երթվում են որպես հայ իսկական ֆիդային տղա, հարց եմ տալի, Հովազին 10% այդ ապրանքից պետք է փայ հասներ, որ Հովազի տղեկը սահման պահի, ոնց է կարա դուք գործեք 35 տարվա կրված տղեկից, բոզի տղա, հլեն մեկն ասես պնային ես տվեք, ասեմ լավ, պնանա աղբեր, ասում աղբեր չեմ ասում տվել ես, լավ ես արել, անքո թուղթն էլ տալիս եմ, բա Հովազինը ուրա, Հովազի 10% ապրանք ուր արա, մեկը կարա Հայաստանի կամ ծնված չծնված հայը կասկածի տակ դնի կամ մեկը որևէ կարանա Հովազից որևէ մի բան փայ տանի արա, այդ փայը կմնա, այ ոնց որ մնացել է ձեր կոկորտ, այդպես մնալու է սաղ ձեր կյանք ու ձեր երեխեքն են պատասխան տալու, բոզի տղեկ, այս համար եմ սիրելի հայրենակիցներ, ես ոչ թե չարացել եմ, ես ուղղակի խոսում եմ հայ տղու տեսակով, ես չեմ չարացել, ես աղոթում եմ, ես էլ եմ մեղավոր մարդ, իմ կյանքում ես էլ շատ մեղքեր ունեմ, բայց ես այն մինիմալն եմ կարում արտահայտեմ, հարգելով
մեր հայ կանանց, մեր քրերին, մեր մերերին, մեր տատիկներին, որովհետև մեր ազգային չի, որ ես նստեմ քֆրդեմ։ Այ դրանցը նորից եմ ասում, ԱԱԾ-ի պատվալում տղավարի ձևով ասում եմ, թող հանի Նիկոլը հենց վաղը, հենց հմի, ես գիտեմ, որ մի ԱԱԾ շինգերենցի ցախ լսում ու զապիս է կանում, հենց հմի հարցրեք, Գևը որ եկել է Հայաստան կանչել եք, չէր ես հոկտեմբերանով կանչել եք, ես էլ ասեմ արա, հոկտեմբերան չեմ, Երևանն տեղները տասեք ու ես 45 րոպե ձեր վրան ժամ եմ դրել։ Ես մտնում եմ 45 րոպեշին սեյնագը, ասելու կա, բայց 45 րոպեն ծնկած դուս եմ գալի այս սեյնագից։ Իմ հետն էլ եղել է, անունն էլ ասեմ։ Գործարար Ֆրանսիայից Ալեքսանը։ Կարակ հարցնեք այդ մարդուն, Ալեքսան անունով գործարար կա թե չկա։ Ես իր հետ կաֆեանոցում նստած խոսում էինք Հայաստանի մեր հարցերով, զանգ եկավ մեր գյուղից, նախագահից, որ Գևջան ԱԱԾ-ի աշխատողներն են եկել, գիտեմ որ Հայաստանում ես, ուզում են հետդ խոսան, ասում են խոսան, համարս տվեք, թող խոսան։ Խի այդ ԱԱԾ-ի աշխատողի իմ համարը չգիտի։ Ողբամ ձեր աշխատողների վրան, որ մինչև մարդկանց համարները չեն տիրապետում։ Ասես կարամ տամ, ասի դուր, զանգես բա պարոն Գրիգորյան, բարև ձեզ, գաք հոկտեմբերանից գանք Երևան, թե ուզում ենք անպայման հետդ խոսանք։ Ես էլ ասի Երևան եմ, ԱԱԾ-ից էլ մի կիլոմետր հեռու եմ։ Տեղ ասեք, ժամն ասեք, բա ես իշ տեղ, ես իշ մարդիկ կդիմավորեն։ Ես էլ գնացել եմ սերնակիցներ Ալեքսանի հետ, հենց Ալեքսանը իմ հետ եղել է։ Ես այդ մարդուն նույնպես պիտի զանգեմ ինտերվյու եկալեմ։ Ես երկու օր կանեմ, էդի որ այդ մարդը հաստատի։ Ալեքսանին, պարոն Ալեքսան, դուք իրավունք չունեք մտնելու, մենակ Գրիգորյան իրավունք ունի մտնելու, ասի ես խնդիր չունեմ։ Այսինքն ժամին նայել եմ, ժպտացել եմ, ասեմ 45 րոպե ծնգոցել եմ, ես ցից դուս եմ գալի։ Ասին քուցավն է տանեմ։ Մտել ենք, ասի դե ոնց հասկացա զապիսնոց ենք մտել, խնդացին, իհարկե, ոնց կլինի, մտես ԱԱԾ-ի զապիս չանեմ։ Ես այս ծերից են ծերը, քանի որ ես նորից եմ ասում հայոյանքը դա մերը չի, մերը տղավարի խոստն է, բայց ես այդ օրը այնքան վրդոած է, որ Նիկոլ քեզ էլ եմ քրֆել։ Բախի ԱԱԾ-ից աշխատողը չձերբակալեց, կամ ասել, օ, շտրաֆ պիտի մուծես, մեր երկրի սիրած վարչապետին դու քրֆում ես։ Վերջի քֆուրը սաղիտ տվել եմ, արա։ Գնա այդ զապիսը հանեք, ախր հիմի դու չհանես բոզի տղա։ Գալողը հանելու է։ Ես ամեն ինչ կանեմ, որ իմ խոսակցությունը ԱԱԾ-ի պատվալում լինի, որ ես ինչ եմ ձեզի ասել, որ դուք ծախված բոզի տղա եք, դուք եք սպանել իմ հրամանատարին, այդ էլ եմ ասել։ Ձեր նման բոզի տղեկը Եվրոպաները չունեն ապրելու անելու, ձեր նման մարդիկ ծախված դեսպանները իրավունք չունեն դեսպան լինեն, որտեղ իրանք կատարում են Նիկոլ Փաշովլու պարտված հրամանատարի հրամանները, նրանք քանդում են սփյուռքը ու ասեմ այդ տեսակ բոզի տղեկը պետք է Եվրոպան լքեն։ Ասել եմ, բացեք, լսացեք Նիկոլ։ Եթե չեն ասեք քեզի, հիմիտես ես ասում եմ, ապաշխարը, ես քեզ քրֆել եմ ԱԱԾ-ի պատվալում։ Ու պապիկյան քեզ, ու մնացած են մարդկանց, ով որ ուզեցել է վրես մարդ բերի, սաղիտ քրֆել եմ։ Պատասխանել տվել եմ, հմել եմ տալեմ, բոզի տղեք։ Դուք կարաք իմ զինվորի եղածը գողնակ ուտեք, հովազի եղածը գողնակ ուտեք ու դուք մարսեք, կերել եք էսի։ Բայց արդեն ջոգում եք, ինչ եմ ասում։ Բոզի տղեք, ու այսօր ասում են արդարություն կա։ Արա, Սերժի Վախտովն էր, կասենք եւ դե Նիկոլը հեսա նորա, հեսա կեցած կդիմես, այս հարցը կլուծի։ Իսկ ան Սերժի աղբոր տղեկը դատվան, բան Նիկոլի ընդրողներ 50-50 ինչ եղավ։ Բան Մերժիկ Սերժին, որ բերեք ձեր վարչապետին, ձեր, չգիտեմ, հոգևոր առաջնորդին, դրան արեք տերտեր, բերենք համ թո տերտերը դառնա, համ վարչապետը դառնա, համար ցախ նախարարություն հանեք, Նիկոլը կար ամեն ինչ անի, SMS-ով։ Բա հարց տվեք, պարոն Փաշուլի, այս 18 թվից արդեն քանի տարի է, 8 տարի է։ Բոզի տղա, 50-50 ինչ եղավ։ Ընչիչը դատվավ։ Այն օրը Խաչատուր Սուքյացյանը ասեմ, կուլտուրական ասեմ, բայց իրացականը գրզո է, անաչի որ ես եմ գրզո դրել։ Գրզոն տեսեք ինչ ինտերվյու ատալեմ, ասում եմ Քոչարյանն ինձ ասես Վանոյի տեղը, գիտես Վանոյին բան անենք, սենց անենք, հետո գնացել Լևոնն ասել, Լևոնն ասել է, նշանակը մարա այս մարդիկ, իմացել են Վազգենի սպանողը ով է։ Ու եսօր դարել են ընդդիմադիր ուժ, բոժը մոյ։ Աստված ջարե, որ ասում եմ մեկը կա,
այդ բառը իրանից է սորվել, մի ինձ գիտեմ որ ինքը լսում է, ասում էր Գևջան, Աստված որ իրա այս բաներին դիրություն անի, այս երկրի վիճակը լավ լինի, ստեղծածին։ Արա լավ, այս սրանցը, այս ձևի ապաշխարա բան ասեն ու չդատվեն, դուք այսօր մի հատ թեթև ավարիա եք տալը, 5-ից 10 տարի էթում է ձեր երեխեն։ Բռնած երկրի 20%-ը տնային կալանքի տակ է։ Բայց այսօր պոտենցիալ մարդասպանները դուսը, բա գրզո ջան, բա որ այդքան բանը գիտեր, դու ազգային ժողովի կարկառուն համար 1 պատգամավորներից էր։ Ինչի Նիկոլի Քոչարյանի վրան դաչար, եմախ որ նստած էր։ Քոչարյանը չասեց այն որ, ասեց ես մտա լվասկի մեքենան մաքուր ժավելով լողցա, լվասկի մեքենայով ես դուս եմ եկել, ինչ եք ուզում ընծենից, արա ոնց կարակնցի դադեք, նա եկա կպեք եթամ կաստիմ եվրո դատարան, մի քանի այդ եվրոպական ադվակատ կվեկալեմ, կլցեմ վրեքներ հետ, խելոք մնացեք տեղները, տեսեք Քոչարյանը ինչ ասել, բա գրզու ախպեր, այն մարդ որ էդի գիտեր, ինքը Վանոյի գլուխն ուզում էր ուտեր, որ այս պատմությունը Վանոն հանգարտ բենից չաներ, բախի ազգային ժողովում Նիկոլի Բախտով այդ Վատ Քոչարյանին չդադեցիք ցմա, գոնե ցմա դադեի կարա հասկնենք, ինչի չարիք, Համի նոր դուս ես եկի ասում ես սես բան են ասել, ընձել սես թուրք են ասեմ, թուրքի սենց են ասեմ, արա հերիք, արա ով դուս եկավ սկսեց դառնալ ընդդիմադիր, ով դուս եկավ սկսեց հերոս, ազգի հերոս եք դառնեմ, տոլի եսի ինչ եք դառնեմ, հասկնում եք ժողովուրդ ջան, ձեզ խաբում են, էսա խնդիրը, բանդ եթե դուք ընտրել եք Նիկոլին, հարց տվեք, Սերժը խի չդատվավ, արախի մերժեցինք մենք Սերժին, ինչի չի դատվե, ինչն էր քեզ, խի Սամոյի 4 միլիարդանոց եկա գիգանտին, Քոչարյանին կարացիր բռնես, բայց բանել չարեց էլի, թոքում լվաց հանեց ուղագի, լվացքի մեքենան, կողին փողերով, մողերով, լվացի դուս արին, բա Սերժին խի չբռնիր, ախր դու եկար նստար ասին մերժիր Սերժին, հետո, էլ ինչ հետո, դենեմ եք ժողովուրդ ջան, ես որ Սերժի ինտերվյու տալեմ ասում եմ, սաղ նորմալ է, 3 հատ ուշ կա, 3-ն է գալու են, օքեյ ամեն ինչ է եղել որ, բան չի եղել, մարդու աղբորն ասում է 50-50 երգիրը կիսել է, այսօր ֆրֆրում են աղբերները, աղբոր տղեկի ձեռը բռնեց Նիկոլը, եկա կոկային, եկա զենքեր, ինչ են անեմ, Գոնչալեսի անլով մտավ Սևանի բերդում իրան լավ տղա զգալով ապրում էր, ըդես չի, ըդենց հա, բա Նիկոլ դու էդի չգիտեիր, բախի դուս եկավ ըդեն շուտ, մեկը մի գրամ պլանա ծխե չնաս գլուխը պատովա տվե կամ քթերնա քաշը, դրն 10 տարի դուբլում ես, եկա զենք ու զինանոց, եկա դեղու, դեղանոց բռնիր, եկա ապցեկան բռնիր նարկոտիկով, գնաց 3-4 տարի հետո, պլյուս Գոնսալես իսպանական թղթերը ձեռը, բռնիր ինտերպոլով վերիր, 2 տարի հետո մարդը դուս եկավ, աղավարի նստավ, աղավարի տղա ձևով դուս եկավ, դա էդի ոնց հասկանանք Նիկոլի ընդրողներ, հե? Հելան որ էլի ձեր երեխեքին խփեն, հելան որ էլի ձեր երեխեքից ձեզնից գողնա, մոռացակ արա, էդի մոռացակ, էնի մոռացակ որ Ադրբեջանը ձեր երեխեքին ասպան է, արա սաղ մորեսի չեն տվե, արա կող ասում եմ ծելի հայրենակիցներ, ուտելիքի մեջ մի բան են տվե, խմել են, կերել եք, ինչա կադարում ես ազգի հետ, լավ, մի ուժելի, այսքան շուտ մոռանալ ամեն ինչ, 5 տարվա մեջ մոռանանք, ասենք մենք կարանք Ադրբեջանցու հետ առևտուր անենք, ադրբեջանցին կարա Հայաստանում ապրի, ասենք այդ ծնողը, որ երեխեն Ադրբեջանի հողերի մեջ թաղված, պահված գերի, ու այդ ծնողը պետք է ցեն գիլազը տանի կամ իր տունը վարձով տա ադրբեջանցի տուրիստի, հարա, հորա ես սենց հայի թասիբ, ես սենց հայ չեմ ճանաչում, ժողովուրդ, ես չգիտեմ, կամ իմ հետ եմ իրոք մի բան կատարվեմ, բայց դժվար էլի, որտեվ իմ հայ տեսակը ճիշտ տեսակն է, ոնց կարա հմի անհետ կորածի ծնող, զոհվածի ծնող, դու ադրբեջանցում ոնց ես քո եղածը ծախելու, որ մի քանի տարի ինքնա քո երեխուն բռնե տարե կողե բերդ, ոնց,
Ես ուղղակի դուզում եմ հասնամ ոնց, որ բարոյական բանով, որ էդի նայենք, ասենք էսի բարոյական է, այս տեսակը լավ է, ես ուղղակի կուլտուրական եմ ասում, էլի, ոնց, մե հայացք, որ այսօր մենք ասում ենք առևտուր, ճանապարհ չեք հասցնի, շատերիդ մուրազը փորների դա մնալու, որտեվ կռիվ առնելու, պատերազմ առնելու ու շատ վատ ձևով։ Սերապը դրա մասին խոսացել է, մտեք իր էջը ու նայեք իր եթերները, որ դրա մասին ինքը շատ անգամ խոսել է։ Մարդ, որը տիրապետում է գոնե բանակը, գոնե սահմանը, գոնե 35 տարի ինքը գիտեր ինչ է գալի մեր գլխին։ Այսօր գնացի գումանդրիկ չծառայողներին, ումը տվիք պարտվածներին, ով ալնելու ձեր գեշտաբի պետը բոզի տղա, որ ասում է, այո, տեսել ենք, կդրել են, մենք գրել ենք, նամակ ենք գրել։ Բոզի տղա, ումն ես գրել, մտներ TikTok։ Ախր սխալ ես արել, մտներ TikTok ավելի շատ, համել փող կաշխատել։ Այդ բախտն, որ դու մտներ TikTok ասել, սիրելի հայրենակիցներ, ես գեշտաբի պետն եմ, այ հիմի տեսեք բան, մարդիկ գոնե քեզի վարդ կուղարկեին, այ ու էսի պիտի հրամանը տա կամ ապահովի ձեր երեխու ապահովությունը, հա։ Այդ անդարներում անդարներն է, սիրելի հայրենակիցներ, ձեր Նիկոլ ընտրող, ձեր անդարներն է։ Բայց ընդդիմադիրը հիմի ոնց է այդ անդարները տենալով, Նիկոլի այս ամեն ինչը տենալով, էթալու նստի Նիկոլի հետ ինչ խոսա։ Փոքրա մասությունով էթան նստեն ինչ խոսա։ Մեկը ինչ քարտ բարձրացնել վրոձի սենց, հա։ Մեկը չես անցնելու, արա։ Նույններ եմ, որ ասեցի Օհանյանի բան ասեցի, ասի Օհանյան, կարեմ ես այս հարցը պաշտպանության նախարար ես ընկեր, բարձրացրա սենց արես, Գևչան ասեց, ախպեր, վրես ենքան դատական հարց կա, ընձիով արեսում, բա որ քեզի չի լսում, ընկեր չան, գնաց են ասել ես այդ միլիոնները ուտում ես, ինչի մար, մարդիկ աշխատում են, հարգ են տալի, որ ձեզի փոխտան, դուք ասելու բան չունեք, էլ գալեմ ես ընդե ինչ, յա եղած, յա չեղած, ուղղակի նա որ աշխարհին ցույց եք տալու, տեսեք, պարլամենտ ունենք, բան օրինական, առ պարլամենտ ունենք, եթե չի կարեմ իմ հարցը լուծի, էլ ինչ պարլամենտական է, ցեք չուչել, թուղթը դնեմ ես դեմ, ասում ախպեր, ես չեմ կարող էսի կարդամ, էսի կարդամ մի հատ է գործ կբացի, բա որ ձործ է բացում, ինքեր դու նստում ես ինչ անես, գնա քո արած քաքերը կամ եթե դու ճիշտ ես, գնա արդարացման հետևից, եկել ես նստես այդտեղի ինչ, մարդ պետք է պարլամենտ, որ ծնված օրվանից մինչև իր մահը ինքը ազապ լինի, նշանակումը քակ կերած չլինի, որ կարանա այս հայրենակիցները ինչ դնեն դեմը, մի րոպե այստեղ մետ անցնենք, ինչ դնեն դեմ ինքը կանա բարձրացնի, եթե դու մեր հայրենակիցի ձենը, խնդիրը չես կարում բարձրացնես, դու ումն ես պետք, որ եկել ես պարլամենտ, հիմի, պարոն Կարապետյան, լիքը գործ կա վրետ դրած, հիմի դու մտնում ես գցենք կոռուպցիա, ասում են լույսը ծախել ես, գազը ծախել ես, ինչ ասես ծախել ես, եկա մի 500 տարի ղարղարի սրոքով վրետ թեմա կա, նույնը պարոն Ծառուկյան, հարգանքս քեզ, լիքը վրետ գործ կա, տղուտ գործով, մինչև քու գործը, Քոչարյան, դու պոտենցիալ մարդասպան ես, արա հիմի ես ուզում եմ հարց տամ, այս 3 մարդկանցը, էնի ասում է, դուք ասում եք, հիմի որ կան պարլամենտ, մեկը որ թեգուս ոսկե լնեն, որ Նիկոլը գցենք, ասենք սենց ամ, մուտի տա անեմ, մեկ այդ մարդը չի կարա բարձրացնի, որովհետև ինքը Սաղաթյաններում լրված է իր գործերը, ինքը չի կարա, նշանակում է Քոչարյանին ընտրողը, գնաց ոնց որ գցենք Կորեայի նախագահին ընտրեց, որտեղ ինքը չի կարա, հələ Հուսիսային նախագահին, Հուսիսայինը կարա կլոպ կստխմի ասի գնացեք ոչ քեզի, սրանք եթե չեն կարա անեն, նշանակում է դուք իզուր տեղը գնացիք ուղղակի պուստոյ, ոնց որ սենց օդի մեջ կրակեք, ասեք ես հաղթեցի, առը հաղթեցի, Քոչարյանը ինչ պետք է անի, եթե Քոչարին Նիկոլն ասում է մարդասպանը ոնց է լուծելու քո հարցը, սպանության հարցը ոնց է լուծելու, ոնց որ բոզը գա մեկին ասի օրորդ մնա, նարկամանը գա ասի մի նարկամանություն արա, գողցուղը գա ասի մի գողցու, արա մենք գիշ չենք,